Միսը օգտակար մթերք է համարվում եւ ինչու այն կարեւոր երեխաների սննդակարգում։ Այո, չափազանց օգտակար մթերք է համարվում եւ այն պետք է պարտադիր կազմի երեխայի սննդակարգի գլխավոր մասը, ինչու, որովհետեւ միսը իր մեջ պարունակում է անչափ երեխայի օրգանիզմի համար կարևոր երկաթը եւ այդ սպիտակուցը, բարձրակարգ սպիտակուցը, որը միայն առկա է կենդանական ծագման մթերքի մեջ։ Ինչ կա մսի մեջ, որ չկա այլ մթերքների մեջ, վիտամինային շարքի մասին կխնդրեմ նաեւ նույնպես նշենք։ Այո, այլ մթերքների բուսական ծագման եւս կա երկաթ, բայց դրանք տարանջատվում են, կա հեմ երկաթ եւ ոչ հեմ երկաթ։ Հեմ երկաթը մարդու օրգանիզմում 2-ից 3 անգամ ավելի արագ ու ավելի լավ է յուրացվում, քան բուսական ծագման երկաթը։ Անդրադառնալով մսի մեջ վիտամիններին, միսը հարուստ է երկաթով, վիտամին B12-ով, ցինկով, վիտամին A-ով, սելենով, ֆոսֆորով եւ մի շարք ամինաթթուներով, որոնք օրգանիզմը ինքը իրենով չի արտադրում, եւ մենք դա ստանում ենք հենց մսից եւ մսի սպիտակուցից։ Ինչու երեխաներին չի կարելի զրկել մսից։ Որովհետև կարող է այն երեխայի մոտ առաջացնել երկաթի պակաս եւ անեմիա, կարող է ազդել երեխայի նյարդային եւ իմունային համակարգի զարգացման վրա, առհասարակ մեր, այսինքն երեխայի մարդու օրգանները կառուցվում են հենց սպիտակուցի հիման վրա եւ դրանից երբ որ մենք զրկում ենք, ստացվում է, որ մենք զրկում ենք երեխային իր բնականon զարգացման փուլերից։